Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 2005 ընտրատեղամասում։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող կամ այդ իրավունքը ունեցողների 58,94%-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն առաջատար 4 քաղաքական ուժերին կողմ քվեարկություններն ունեն հետևյալ տեսքը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 727,160 կամ 49,825,000%, Ուժեղ Հայաստան դաշինք 340,088 կամ 23,281,000%, Հայաստան դաշինք 145,113 կամ 9,934,000%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 58,378 կամ 3,996,000%։ Հարկ է նշել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում քվեարկության արդյունքների հրապարակման օնլայն համակարգով Բարգավաճ Հայաստան կուսակցության հավաքած ձայները 4% էին, ինչն անցողիկ շեմն է, սակայն ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները 4%-ի չեն հասնում։ Հետևաբար այս պահի դրությամբ այն չի հաղթահարում անցողիկ շեմը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի համար։ Հովակիմյանն ինքն էլ կողմ է բոլոր ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ իրականացնելուն, նա նաև պարզաբանել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ստացած ձայների հետ կապված անճշտությունը։ Երբ որ մեր համակարգը ուղղակի կլորացրել էր, ինքը ցույց էր տալիս 100 թվականով կլորացրած ու նաև այդ համակարգում այդ թվերը, որ հրապարակվել են, այդ համակարգը ինքը այդտեղ չի ներմուծում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Այս պահին առկա տվյալներով խորհրդարան է անցնում 3 քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Հայաստան դաշինքը եւ Ուժեղ Հայաստան դաշինքը։ Մյուս 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ազգային ժողովում ներկայացված լինելու անցողիկ շեմը։ Չնայած քաղաքացիական պայմանագիրը ստացել է ձայների մեծ մասը, բայց չի կազմում սահմանադրական մեծամասնություն։ Միաժամանակ այն ապահովում է ազգային ժողովի падգամավորների ընդհանուր թվի 3/5 մեծամասնությունը, ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ եւ ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում падգամավորների ընդհանուր թվի 2/3 աջակցությունը, հետևաբար չունի սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Հիշեցնենք, որ սա նախնական պատկերն է եւ այն կարող է փոփոխվել, եթե Բարգավաճ Հայաստան կուսակցության բողոքարկման եւ հնարավոր վերահաշվարկի արդյունքում ընտրությունների արդյունքները վերանայվեն։ Մարինե Դվոյան, Հորիզոն։